Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար, պատրաստվի Արտակ Բեգլարյան։ Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, ինչպես դահլիճում ներկաները, այնպես էլ հենց այս պահին ազգային ժողովի դիմաց խաղաղ ցուցարարներն ու էկրաններից այն կողմ մեզ հետևող մեր հայրենակիցների գերակշռող մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է անվստահություն հայտնել։ Գիտակցում է, թե նա ինչ աղետներ է բերել մեր գլխին եւ թե որքան անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել նրա կառավարման յուրաքանչյուր հաջորդ օրը։ Հետևաբար չեմ ցանկանում չարաշահել ժամանակն ու խոսել բերած կամ սպասվող աղետներից, գործընթացի իրավական եւ բարոյական հիմնավորումներից։ Ցանկանում եմ խոսել անելիքներից, այն անելիքներից, որոնք հնարավորություն կտան խոսքը դարձնել գործ։ Հնարավորություն կտան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահ լինի, որ ընդդիմադիր դաշտն իրապես լծվել է խնդրի կարգավորմանը։ Ինչ է տեսնում այսօր քաղաքացին։ Տեսնում է, որ իր հետ միասին քաղաքական դաշտի մեծամասնությունն ցանկանում է 1 ժամ շուտ հեռացնել օրվա իշխանություններին։ Բացառություն են կազմում միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկող, բայց այլ դիմակի տակ հանդես եկող ուժերը։ Տեսնում է, որ հեռացնել ցանկացողները շատ են, բայց հեռացողը դեռ չի հեռացել։ Հետևաբար, եթե ցանկացողները շատ են, բայց հեռացնելը չի ստացվում, ուրեմն խնդիրը հեռացնել ցանկացողների հետևողականության եւ կազմակերպվածության մեջ է։ Ուստի մենք պարտավոր ենք հաշվի նստել հանրային այսպիսի ընկալման հետ եւ առնվազն կազմակերպչական մարտավարական փոփոխությունների ենթարկել մեր մոտեցումները։ Այս պահին մեր երկրի քաղաքական դաշտը կանգնած է լրջագույն քննության առաջ։ Մեզ անհրաժեշտ է իրական միավորում, եւ դա հնարավոր է միայն կամուրջներ կառուցելով, անկյունները հարթելով եւ ոչ անկյունները սրելով, ինչը ցավոք պարբերաբար լինում է։ Մենք կարող ենք լինել տարբեր, հայացքներով, ծրագրերով կամ լուծումներով, բայց երկրի ապագան չի կարող սպասել։ Միասնականությունը հեշտ բան չէ, այն ընտրություն է անձնական շահից հրաժարվելու, հանուն ընդհանուր նպատակի գործելու։ Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքականությունը կարող է լինել ոչ թե մրցավազ կաթոռների համար, այլ գործ հանուն պետության, որտեղ հաղթում է գաղափարը, որը ծառայում է հասարակության բարօրությանն ու անվտանգությանը։ Հաջողության հասնելու համար նախ պետք է ազնվորեն կողք կողքի դնենք ինչ ընդհանրություններ ունենք, որոնցով միավորված ենք, եւ ինչ տարակարծություններ ունենք, որոնցով տարանջատված ենք։ Բայց որ ավելի կարևոր է, պետք է ինքներս մեզ հարց տանք. արդյոք այդ տարակարծություններն ավելի խորն են ու ավելի ուժեղ, քան այն ընդհանրությունները, որոնք ունենք։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ այդ տարակարծությունները չեն կարող լինել ավելի ուժեղ, ու հիմա փորձեմ հիմնավորել ինչու։ Սկսեմ ընդհանրություններից։ Ինչ ընդհանրություններ ունենք։ Բոլորս վստահ ենք, որ գործող վարչապետի 1 ժամ շուտ հեռացումն անհրաժեշտություն է։ 1 ժամ ավել մնալը աղետալի։ Անվստահություն հայտնելը գործիք է, որով հնարավոր է մեր միասնական ցանկությունը կյանքի կոչել։ Շատ ավելի կարևոր մեկ այլ ընդհանրություն։ Բոլորս հասկանում ենք եւ գիտակցում, որ գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ որևէ կերպ դրանից դիվիդենտներ ստացողը չլինի Նիկոլ Փաշինյանը։ Սրանք բոլորը գաղափարական մոտեցումներ են, իսկ արկա տարակարծությունները ոչ, եթե այդպիսիք կան, դրանք տեխնիկական եւ կազմակերպչական բնույթի հարցեր են։ Օրինակ, պարլամենտական ուժերից մեկը, որը նախագծի հեղինակն է, կարծում է, որ նույն թղթի տակ անհրաժեշտ է ունենալ բոլոր ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունները, այնուհետև գնալ ջբավարող ստորագրությունների կամ ձայների հետևից։ Պարլամենտական հաջորդ ուժը կարծում է, որ դա տեխնիկական հարց է եւ միևնույնն է հարկավոր է լայն կոնսոլիդացիա, փողոցային ճնշում, որպեսզի հնարավոր լինի գործընթացը բարեհաջող հասցնել տրամաբանական ավարտին։ Վստահ եմ, ներկաներից շատերը կիսում են ուժերից մեկի մոտեցումը, մյուս մասը հաջորդի մոտեցումը։ Ցանկալի կլիներ, որ այս տարակարծությունը չլիներ, իհարկե այո, բայց արդյոք սա խնդիր է, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ ընդհանուր գաղափարից եւ նպատակից շեղվելու։ Միանշանակ ոչ։ Ինչու՞, որովհետեւ վճռական պահի համար մենք կարող ենք համարել, որ այս ստորագրությունները կան, ինչպես արդեն նաեւ հայտարարվեց Հայաստան Դաշինքի падգամավորի կողմից։ Փաստաթուղթը միևնույնն է մուտք անելու ժամանակ անհրաժեշտ է լինելու 54 զայնի երաշխիք, որը բավարար կլինի անվստահության գործընթաց հաջողությամբ ավարտին հասնելու համար։ Ուստի չունենք գաղափարական շեղում, ունենք տեխնիկական հարց, որը քննարկման առարկա դարձնելով կարող ենք թույլատրել նպատակին հասնելու դիրքերը։ Միշտ էլ կարելի է կասկածել, խելացի հարցադրումներով կասկածներն ավելի խորացնել, իրար չվստահել, ամեն մի փոքրիկ տեխնիկական հարցի պատճառով անվստահությունն ավելի խորացնել։ Բայց կարելի է նաև հավատալ եւ գործել։ Կրկնում եմ, միասնականություն հեշտ բան չէ։ Այն ընտրություն է անձնական շահից հրաժարվելու, հանուն ընդհանուր նպատակի գործելու։ Խուսափողական քաղաքականությունը երաշխավորում է անցանկալի արդյունք, եւ մենք պարտավոր ենք չխուսափել, ընդունել նաեւ մեր թերացումները։ Այս գործընթացն իրավունք չունի մնա կիսատ։
իրավունք չունի չանցնելու տեքստերից եւ հայտարարություններից այն կողմ, քանզի այդ կիսատությունը բխելու է գործող իշխանությունների շահերից։ Շատերի մոտ արդարացիորեն ձևավորվել է համոզմունք, որ ամբողջ քաղաքական դաշտը հավաքվեց, քննարկեց, բայց այդպես էլ արդյունք չարձանագրեց։ Ու հետո բոլորիս համար դժվար է լինելու բացատրել, որ խնդիրը կազմակերպվածության մեջ էր եւ ոչ գաղափարի։ Ու կրկին սկսելու ենք մեղադրել միմյանց անուղղակիորեն ջուր լցնելով բռնապետի հավակնություններ ունեցողի ջրաղացի։ Պետք է լինենք անկեղծ եւ պատասխանատու։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ եթե անգամ ապահովեն պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունների տարանջատենք անգամ քպից հեռացած Հովիկ Աղազարյանի եւ Հրայր Ասլանյանի ձայները, միևնույն է գործընթացը հաջողությամբ կավարտվի, եթե դրան միանա առնվազն 18 քպական падգամավոր։ Ես անկեղծորեն ցանկանում եմ հավատալ, որ այսօր ազգային ժողովում կան 18 քպական, որոնք սրտան ցանկանում են միանալ այս գործընթացին, մաքրվել, ստանալ ներման շանս, սեփական երեխայի մոտ արդարանալու հնարավորություն եւ ի վերջո ազատվել Նիկոլ Փաշինյանի ստրկությունից։ Միևնույնն է, նրանց համար հարկավոր է ստեղծել այնպիսի բարենպաստ միջավայր, որ նրանք կարողանան հաղթահարել սեփական վախերը եւ միանալ։ Համոզված եմ, որ առանց լայն հասարակական կոնսոլիդացիայի հասարակության անմիջական ներգրավման եւ միջամտության հնարավոր չէ լուծել այս խնդիրը։ Շատերը համոզված են, որ քպականին ասել հրաժարվի եւ դուրս արի այս մեղքի տակից շատ բարդ գործ է, բայց անգամ դա է հնարավոր։ Կարևորը հավատալ եւ աշխատանքի իմիտացիա ստեղծելու փոխարեն աշխատել։ Հասարակությունն այլևս չի հանդուրժի իմիտացիան։ Պետք է կամ միասին գտնենք լուծումներ եւ կատարենք անհրաժեշտ գործողություններ, կամ ընդունենք, որ պատրաստ չենք միասնականության պատասխանատվությանը, պատրաստ չենք հրաժարվել անձնական շահից հանուն ընդհանուր նպատակի։ Մենք իրավունք չունենք եւս մեկ անգամ հուսահատացնել մեր առանձայնել հուսահատ ժողովրդին։ Ժողովուրդը միշտ ապացուցել է, որ պատրաստ է դուրս գալ եւ գործել։ Հասարակության այս խորը հիասթափության պատճառներից մեկն էլ հենց այն է, որ ժողովուրդը պատրաստական հրապարակներում կանգնել, բայց հետո հուսահատ գնացել է տուն։ Իսկ ամիսներ անց լսել, թե ժողովուրդը չհավաքվեց կեղծ հայտարարությունը։ Մենք հասարակության հետ պետք է խոսենք ուղիղ եւ անկեղծ։ Ժողովուրդը միշտ պայքարել է եւ վստահ է միշտ էլ կպայքարի։ Եվ Չարենցի հայտնի ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, արտահայտությունը պետք է երևի տրանսֆորմացնել քաղաքական ուժերի միասնականության կոչով։ Այսպիսով, Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես, Հայաստանը դուք եք, Հայաստանը մենք ենք, Հայաստանը մեր ինքնությունն է, մեր արժանապատվությունն է, Հայաստանը մեր պատմությունն է, մեր եկեղեցին, Հայաստանը մեր անկախությունն է, Հայաստանը մեր տունն է, ամեն եսի եւ մենքի պառակտում Հայաստանի պառակտումն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Հաջորդը հիմնական ամբիոնի մոտ եմ հրավիրում